Զանգեզուրի միջանցք դարձյալ այս ձևակերպումն է հնչում Բաքվից լրագրողների զրույցում Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը ասել է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցք գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը եւ սահմանային անցումների քանակը կկրճատվեն։ Նախ սա ինստիտուցիոնալ խաղաղություն չէ, որովհետև այո, Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է այնպիսի տերմինաբանություն, ինչպիսին է Զանգեզուրի միջանցք, եւ դա իրենից ներկայացնում է որոշակի հավակնություններ, որքան էլ որ այո, միաժամանակ խոսում է Հայաստանի սուվերենության ինքնիշխանության մասին։ Հարավային Կովկասը գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում որպես Եվրոպան եւ Ասիան կապող կարևոր հաղորդակցական հանգույց։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն է հայտարարել Բեռլինում Ալիևի հետ հանդիպմանը։ Ըստ Մերցի, տրանսպորտային եւ առևտրային նոր միջանցքները զգալի տնտեսական ներուժ են ստեղծում եւ իրենք ցանկանում են օգտվել այդ հնարավորությունից։ Ալիևն էլ ասել է, որ տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել։ Ըստ նրա, Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում։ Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին եւ ստացել դրական պատասխան։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերը այս ոլորտում։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Արարատ ցեմենտը հանձնվել է Հայաստանի կառավարմանը, իդեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին հայտարարել է Գեորգ Պապոյանը։ Նա վստահեցրել է, որ հուլիս ամսվա ընթացքում սահմանված կարգով կնշանակվի Արարատ ցեմենտի կառավարիչը, մինչև այդ հորդորել է աշխատակիցներին աշխատել բարեխղճորեն։ Ձկնաբույծները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության մոտ, պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։ Ասում են, էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպում արդեն ունեցել են, իրենց հարցերի պատասխանը չեն ստացել։ Նրանց խոսքով տնտեսություններում շուրջ 15,000 տոննա կենդանի ձուկ կա, որը միանգամից եվրոպական շուկայում սպառելն անիրատեսական է։ Դրան ավելացրած նաև սառնարաններում արկա այն ձուկը, որը Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձվել Հայաստան։ Ելակետային տվյալ համարվում է 1 կիլոգրամ կերի արժեքը, այսինքն եվրոպական համայնքը ելակետային տվյալ ձուկ արտադրողը վերցնում է 400 դրամը, հայ արտադրողը վերցնում է 800 դրամը։ Ես անցյալ շաբաթ մի արտահայտություն արեցի, խոսքը վերաբերում էր այդ ինչ ֆոկուս պետք է անենք, որ մենք այդ հարաբերակցությունով անցնենք այդ բարիերը։ Երկրորդը, հետո հետաքրքրացնենք եվրոպական համայնքին։ Քան որ իրանք ռոսել նազորը ներկայացրել է, որ Հայաստանի ձկնամթերքը ոչ որակյալ է եւ ինչ որ բաներ են թե ժամանակավոր ստուգում ենք անում։ Եկել են ստուգում են արել 4 տնտեսությունների պետք է մտնեն, բայց 2-ի մոտ են արել, 2-ի մոտ էլ դրական եզրակացությունով գնացել են։ Հետո իրանց որոշել են, որ փակել են։ Մայրաքաղաքում հանգստյան օրերն առանց միջադեպի չեն անցել։ Կրակոցներ են հնչել Մուրացյան 109 հասցեում 1 զոհ կա։ 20-ամյա Վահե Մկրտչյանի մահը օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն է արձանագրել։ Երիտասարդը Մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ էր։ Նախնական տեղեկություններով նաև 15-ամյա մի տղա է այդ վայրում վիրավորվել։ Նա էլ վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել։ 2 հոգու, չէ, 3-4 հոգու քրեական ոստիկանները տեղափոխեցին հավանաբար Երևանի քրեական վարչություն, արդյոք նշված անձիկ կապ ունեն, մասնակցություն ունեն դեպքի հետ, դա արդեն պետք է պարզվի։ Կրակված պարկուճներ են իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել, նաև արնանման հետքեր։ Դեպքի վայրում նաև Mercedes G եւ մի քանի այլ մեքենաներ են եղել, դրանց վրա կրակոցի հետքեր կային։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ էին դեպքի վայր ժամանել, վարչության պետի գլխավորությամբ։ Mercedes G Magnus-ի ավտոմեքենան է կայանված 50HG050, որի վրա կա կրակոցի հետքեր եւ կողքի ավտոմեքենայի վրա նույնպես արկա է կրակոցի հետքեր։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 1 հոգի որպես կասկածյալ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նաև պարզվել է, որ 1 նռնակ է պայթեցվել, իսկ 1-ն էլ չի պայթել։ Վիճակագրականից հայտնում են, որ հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 5.1% եւ ամենամեծ թանկացումներն էլ գրանցվել են առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների շուկայում։
Սննդամթերքը թանկացել է 8.8, տավարի միսը 23.4, ծովամթերքը 44, կատնամթերքը 14.5, ձուն 30, մրգերը 16.8, իսկ բանջարեղենը 12.7%-ով։ Զգալի աճ է արձանագրվել նաև վառելիքի շուկայում։ Բենզինը թանկացել է 10.4, դիզվառելիքը 19%-ով։ Մասնագետները գնաճի հիմնական պատճառներից վկայաբերում են միջազգային շուկաներում պարենային եւ էներգակիրների գնաճը, ներմուծվող ապրանքների ինքնարժեքի բարձրացումը, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման ազդեցությունը ընտանիքների բյուջեի վրա զգալի է։ Հայաստանում տավարի մսի արժեքը շարունակում է մնալ չափազանց բարձր եւ կա ենթադրություն, որ դա ամենևին էլ վերջը չէ։ Խոշոր եղջերավորների մսի դեֆիցիտն իրեն զգացնել է տալիս արդեն մի քանի տարի եւ դա ունի շատ հստակ պատճառներ։ Անասնապահությամբ զբաղվողների թիվը գնալով նվազում է։ Եղած գլխաքանակն էլ պակասում հիվանդությունների տարածման հետևանքով։ Սրանք մեկը մյուսի հետ ուղղակիորեն փոխկապակցված են։ Հիվանդությունները անասնապահությունը դարձնում են բավականին ռիսկային բիզնեսի համար։ Վերջի անգամ երբ եք լսել պետությունը ինչ-որ տարածաշրջանում կարանտին հայտարարի, շատ բան չեմ ասում, կարանտին ուղղակի, ախտահանի, ստուգի, լվա եւ այլն, չթողի նախիր անեն, որն է մեր գործողությունները, որ խոզերը ֆերմաներում sense համատարած սատկում են, թե որ կովը դուսեր գալի նախիր, հետեր գալի կճղակները վրից ընկնում էին։ Խոզաբուծության ոլորտում էլ շարունակում է սպառնալիք մնալ աֆրիկյան ժանտախտը, որը մի քանի օրում ոչնչացնում է, իջիկ է դարձնում ամբողջական տնտեսություններ։ Խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում էլ առավել տարածվածը բրուցելոզն ու դաբաղն է։ Ի տարբերություն տավարի, խոզի մսի գինն այդքան էլ բարձր չէ, քանի որ դրսից հիմնականում Ռուսաստանից մեծ քանակությամբ պաղեցված միս է ներկրվում երկիր։ Հանրային սննդի կետերի գերակշիռ մասը հենց նման միս է գործածում, նշում են մասնագետները։ Ըստ այդմ տեղական մսի պահանջարկը որոշակիորեն բավարարվում է եւ թարմ խոզի մսի արժեքը չի բարձրանում։ Ենթադրվում է, որ պետությունը պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեր հիվանդությունների տարածվածության խնդիրը լուծելու եւ անասնապահությամբ զբաղվելու համար, հնարավորինս շատ ֆերմերների շահագրգռելու համար։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները կլինեն առավել արդյունավետ, որը կխթանի տնտեսավարողների շրջանում անասնապահության զարգացմանը։ Միաժամանակ փոխհատուցման չափը միավորի դիմաց 55%-ից 40%-ի նվազեցնելու արդյունքում կթեթևանա պետության ֆինանսական բեռը։ Իրականում որոշման նախագծով չի սահմանվում որևէ նոր միջոցառում, որը պետք է կանխեր անասունների շրջանում հիվանդությունների տարածումը։ Մասնագետների կարծիքով այս որոշումը լուծում է զուտ խնդրի ֆինանսական հատվածը, որը կարող է ունենալ կառավարությունը անասունների ավելի մեծ անկման դեպքում։ Նախագծի ընդունման դեպքում կապահովի կենդանիների եւ մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ ներթափանցման ռիսկերի կառավարում, բռնկման եւ տարածման կանխումը, ինչպես նաեւ կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի եւ հումքի արտադրության արտահանման եւ ներմուծման համար, կբարելավի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Տալիա փաստել, որ դուրս է եկել վերահսկողությունից եւ հասկանում են, որ ըստ իրենց ճակերտների մեջ ներառյալ անիմաստ փողեր են ծախսում կամ շատ փող են ծախսում, որոշել են քչացնել։ Եթե ոնց հասկանում ենք պակասող անասնագլխի եւ թանկացող տավարի մսի հատկապես ֆոնի, նշանակում է այդ իրանց իրականացրած ծրագրերը կոնկրետ արդյունք չեն տալիս։ Անասունների շրջանում հիվանդությունների տարածմանը մեծապես նպաստեց նաև մարզերում անասնաբուժական լաբորատորիաների փակումը, որի հետևանքով ֆերմերները ստիպված են փորձանմուշները հասցնել մայրաքաղաք եւ օրեր անց միայն պարզել, թե ինչ է կատարվում իրենց նախիլի հետ։ Դրանից բացի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ոչ արդյունավետ քաղաքականության հետևանքով արդեն մի քանի տարի է այս ոլորտին առնչվող ֆակուլտետներում կամ դիմորդներ չկան, կամ էլ նրանց կարելի է մատների վրա հաշվել։ 2026 թվականին բուհերի ընդունելության համար կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, սակայն բու ընդունվել է ընդամենը 9620 դիմորդ։ Հատկացված տեղերից 2133-ը անվճար են, 10587-ը վճարովի։ Անվճար տեղերը զբաղեցրել է 1875 դիմորդ, վճարովի հիմունքով բուհ է ընդունվել 7799 դիմորդ, այսինքն հատկացված տեղերում ընդգրկվելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվը բավականին նվազել է։ Մեկ դիմորդ, ես բուհ չեմ նշի արժեք, 22 բուհ, 53 մասնագիտություն ունի ընդամենը մեկ դիմորդ։ Եվ
ընդհանուր 31 բուհի 119 մասնագետներ ընդհանրապես չհայտագրված ոլորտներ։ Խնդիրն այնն է, որ սա կայուն միտում է Հայաստանում բուհական ընդունելության թվերը վերջին 3 տարիներին մտահոգիչ պատկեր են ուրվագծում։ Պետությունը ամեն տարի ավելի քան 2000 անվճար եւ հազարավոր վճարովի տեղ է հատկացնում բուհերին, սակայն դրա մի մասը այդպես էլ մնում է թափուր։ Շատ դիմորդներ պարզապես չեն ընտրում կոնկրետ ոլորտներին առնչվող մասնագիտություններ կամ չեն հանձնում անհրաժեշտ քննությունները։ Խոսքը մասնավորապես գնում է որոշ ճարտարագիտական մասնագիտությունների, մանկավարժական, գյուղատնտեսական, սրանք ոլորտներ են, որտեղ պետությանը պետք են մասնագետներ, բայց քանի որ այդ ոլորտներում աշխատավարձը ցածր է, այդ թափուր տեղերը մնում են։ Կրթական համակարգի տենդենսները Հայաստանում ներկա պահին որոշում է աշխատաշուկան, այլևս չկան ավանդական թրենդային մասնագիտություններ։ Մրցակցությունը մեծ է այն ոլորտներում, որոնք ապահովում են կայուն բարձր աշխատավարձ։ Իրավագիտություն, տնտեսագիտության, բժշկության եւ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող մասնագիտությունների համար մրցակցությունը դեռ բավականին մեծ է։ Այդ անհամաչափությունը կան ոլորտներ, որտեղ մարդիկ միլիոնավոր աշխատավարձեր են ստանում, ունենք ոլորտներ, որտեղ աշխատավարձը 100,000 էլ չի կազմում։ Հիմա եկամուտների տարբերությունները ասել են վտանգավոր չափերի։ Այս խնդիրը լուծելու համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, որտեղ մի քանի տարի անց արդեն կունենանք սերնդափոխության եւ ուրեմն նաեւ անհրաժեշտ կադրերի խնդիր, պետությունը պետք է ստեղծի մրցակցային եկամուտների ապահովման գործիքներ, որպեսզի երիտասարդները շահագրգռված լինեն իրենց ուսումն այդ ուղղությամբ շարունակել։ Առայժմ տարբեր ամբիոններից հույս են հայտնում, որ այս հարցը կլուծվի տարիներ անց ակադեմիական քաղաքի կառուցման շնորհիվ։ Ակադեմիական քաղաք ծրագիրն է եւ այստեղ մենք նախորդող տարում շատ ակտիվ աշխատանք ենք արել։ Այժմ ակտիվ նախապատրաստական փուլում ենք, այս պահին նաեւ հայտարարված մրցույթներ ունենք ոռոգման համակարգի, էլեկտրասնուցման համակարգերի հետ կապված։ Կան այլ գործոններ եւս, որոնք բուհերում ուսուցման process-ից հեռու են պահում երիտասարդներին։ Դրանք են կրթության համար անհրաժեշտ ժամանակը, փողը եւ ուսման համար ավելի արդյունավետ միջոցների առկայությունը։ Մենք այսօր ունենք աշակերտներ, որոնք 400-500 գումար են վաստակում աշակերտ լինելով։ Հիմա ինքը մտածում է գնամ համալսարան, ինչ պիտի անեմ ես։ Դժվար թե ավելիին հասնեմ։ Պրակտիկ են դարձել։ Ամեն տարի դիմորդների մոտ 15-ից 20%-ը չի կարողանում հաղթահարել ընդունելության նվազագույն շեմը եւ դուրս է մնում մրցույթից։ Այսինքն բուհերում դատարկ մնացած տեղերի խնդիրը միայն դիմորդների թվի մեջ չէ, հանրակրթական համակարգի որակական մակարդակը եւս այստեղ էական դեր է խաղում։ Էսի վարկյանում քանի լիտր կկորի։ Մոտ 3 օր է արտակարգ վիճակ է Նուրնուսից դեպի Նուրնուսի ամառանոցներ տանող ճանապարհին վնասված խողովակ կա, խմելու ջուրն աննպատակ հոսում է։ Ուսեց, այս բանն է, էսա դրա համար ջուրը փողոց չի լցվում։ Վթարը վերականգնել կարծես թե ոչ ոք չի շտապում, բնակիչներն էլ ապարդյուն են համարում Վեոլիա ջուրընկերությանը դիմելը ու նաև ահազանգելը, սայլը տեղից միևնույն է չի շարժ։ Ամբողջ Գյուրեղավանը, ամբողջ Կոտայքի մարզի մեծ թվով բնակիչները, չի մենակ Կոտայքի մարզի, Երևանում, հանրապետության տարբեր մարզերում մարդիկ օրերով ջուր չունենան, ջուրը այսպես գնա կորի, իսկ հարգելի պատասխանատուներ, դուք քարան տարբերություն ցուցաբերեք այս ջրի կորստի համար։ Այս օրերի ընթացքում մեծ քանակությամբ ջուր է վատնվել, ու որպեսզի հաջորդող օրերին խնդիրը լուծվի, Կոտայքի մարզպետի ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ուշադրությունն են հրավիրում։